փոխելու արկածությունից եւ վերջապես երկրի ներսում պետք է վարել մի քաղաքականություն, որին սպասում են հասարակության այն շերտերը, որոնք իրական փոփոխությունների են ձգտում։ Դրանք են ձեզ հարազատ բան եմ շատ ասելու, որպես սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, որպես իջացնանք ներողություն, ես հնչական խաբարի կպատկանեմ, սակայն ես կուսակցական չեմ, որպեսզի որպես սոցիալ-դեմոկրատական արժեքների կրող, այսպես ասած։ Համաձայն եմ։ Ուրեմն հասարակությունում որ խավերն են, որ ձգտում են փոփոխությունների։ Դա հասարակ մարդիկ են, այսինքն են պայմանական ասենք, են մարդիկ ովքեր առավոտյան տրանսպորտով գնում են գործի, հետո տրանսպորտով վերադառնում են տուն։ Դա ոչ նոմենկլատուրային մտավորականներ են, ովքեր կաշկանդված չեն իշխանության գործոնով, բժիշկներ, ուսուցիչներ, արվեստագետներ եւ այլն, եւ դա փոքր բիզնեսն է։ Այո։ Եվ ուրեմն նոր կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի այս խավերին հարկային տերորի բեռից ազատում։ Համաձայն եմ, իբր ընկերվարական, իբր հնչակյան խավարի պատկանող, ուզեմ ինձի արտոնեք եւ ուպանսել, իբր հնչակյան, իբր սաբահկյուրի եւ պանամազի սերունդի ժառանգագիր չհագիր, ես երբեք չեմ կարող համընդուրժել քաղաքացիական պայմանագիր ոչ մի կերպով, որովհետեւ նախ աբասկային է եւ նեոլիբերալ, երկրորդ իբր ասկային է ընկերվարական, նորեն չեմ կարող իշխանությունը հանդուրժել, որովհետեւ հստակ օլիգարխիկ ուղղություն ունի եւ ինձ ընկերվային արտադրության չհագիր կալով ամեն ինչը հակառակը, որ գսեն անցնեն բախան կարգուդին անտիբեցանք։ Պարոն Սերենյանց քիչ մը խոսենք միջազգային կետնի վրա